Շատ լավ։ Այսօր ուզում եմ նայել այսպիսի թեմայով։ Զոդիակի բոլոր նշանների համար կնայեմ, թե ինչ է պետք, որ դուք այս պահին իմանաք։ Տեսնենք կարտերը ինչ կհուշեն։ Ինչն է կարևոր այս պահին լսել մեզ բոլորիս։ Առաջինը կսկսենք խոյերից։ Տեսնենք ինչ կասեն կարտերը։ Ինչ է կարևոր խոյերին գումարներ են գալու։ Առաջի կարտը գումարի մասին էր։ Կարտը այդ էր ասում։ Տեսնենք։ Այս պահին ինչ խորհուրդ կամ ինչ ասելիք ունեն կարտերը խոյերին։ Կանեմ երկու կարտ, տեսնենք կարտերն ինչ կասեն։ Առաջին տեսնում եմ 10 ջահերի։ Սա նշանակում է, որ որոշ խոյեր շատ են աշխատում։ Կամ շատ են աշխատում, կամ շատ աշխատանք է իրենց սպասվում առաջիկայում։ Դե առաջիկա երևի այսպես մի շաբաթ, երկու շաբաթվա ընթացքում։ Նրանք, ովքեր արդեն աշխատում են, նրանք երևի թե գլխի կընկնեն, թե ինչի մասին է խոսքը, իսկ նրանք, ովքեր նոր ինչ-որ գործեր են սկսում իրենց համար, սա կարող է նաև այդ մասին լինել։ Փորձեք մեկ-երկու կարտով էլ գլխի ընկնել, ինչի մասին է խոսքը։ Ես երկու կարտ էի ուզում հանել, 4 կարտ դուրս եկավ։ Ոչինչ։ Բոլորն էլ կներկայացնենք։ Բայց ես բավականին գումարներ եմ տեսնում, սկզբից էլ գումար էի տեսնում, եթե հիշում եք։ Սա տեսնում եմ թագուհին պենտակլի, ապա տեսնում եմ պաժը բաժակը ձեռքին, տեսնում եմ բաժակների 6-ը նոստալգիայի կարտն է եւ պենտակլի ասպետը։ Այո, ասում եմ, բավականին աշխատանք է առաջիկայում սպասում խոյերին, կամ այս պահին իրենք բավականին շատ են աշխատում։ Եվ միգուցե ունեն որոշ պլաններ, որոշ խոյեր, բացի նրանից, որ մարդիկ աշխատում են, որ գումար վաստակեն, գումար վաստակում են, ամեն մարդ տարբեր նպատակներ ունի, իր գումարը ինչպես է ծախսում, ինչ նպատակի համար է գումար հավաքում, եթե հավաքում է, բայց ես այստեղ իսկապես տեսնում եմ, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում իմիջիայլոց, տեսնում եմ պենտակլի թագուհին, որը շատ կայացած, հատկապես նաև ֆինանսապես շատ կայացած թագուհի է, տեսնում եք, ինքը թագի նստած, ներողություն, գահի նստած, թագը գլխին, շատ հանգիստ, շատ հարմարավետ է զգում իրեն եւ ֆինանսապես շատ էլ ապահովված է։ Դե ամեն դեպքում ես կարող եմ ասել, որ խոյերը նրանք, ովքեր շատ են աշխատելու կամ շատ են աշխատում այս պահին, իրենք բավականին վաստակում են։ Անիմաստ չէ իրենց աշխատանքը, նույնիսկ եթե շատ հոգնում են, կան խոյեր, որ մի քանի գործ են անում միգուցե, բավականին ծանր բեռ կա, միգուցե միայն ոչ իրենց ընտանիքի բեռ կա, միգուցե հոգս կա, միգուցե հատուկ ինչ-որ նպատակային, չեմ կարող ասել, ինչ է եղել վերջերս կամ ինչ նպատակով են գումար փորձում են վաստակել, կուտակել, բավականին ծանր գործեր են անում ամեն դեպքում, բայց շատ լավ նպատակի համար, տեսնում եմ երիտասարդը պաժը էմոցիոնալ ինչ-որ նոր նպատակ կա, պաժը երիտասարդն է, որը ինչ-որ նոր գաղափար, նոր մտքի մասին է, չգիտեմ, նոր տուն եք ուզում գնել, դրա համար շատ եք աշխատում, մի քանի տեղ եք աշխատում, որտեղ ուզում եք գումար գնել, թագուհին նոր տուն է ուզում, այդպես կարող է լինել, բայց շատ ինչ էլ ուզում եք, շատ ձեր սրտով է։ Եվ այստեղ տեսնում եմ 6 բաժակների, այսինքն նոստալգիայի կարտն է, գեղեցիկ հիշողություններ, գեղեցիկ, չգիտեմ, երիտասարդություն, մանկություն, կամ ձեր երեխաների մանկությունն եք հիշում, կամ երեխաների համար եք ինչ-որ բան անում, միգուցե հնարավոր է, այսինքն կարող է այստեղ ձեր նպատակը, չգիտեմ, երեխա եք ուզում ամուսնացնել, երեխաների կրթության համար եք ուզում գումար հավաքել, հարգելի խոյեր, ինչ էլ որ անում եք, ամեն դեպքում ես տեսնում եմ այստեղ երեխաներ, ընտանիք, կարող եմ ասել, որ հնարավոր է, որ ծնողները աշխատում են բավականին ինչ որ երեխաների համար ինչ որ նպատակի հասնելու։ Կարող եմ ասել, որ գումարները դանդաղ էին գալիս էին, ես այստեղ անապահով մարդիկ չեմ տեսնում, դանդաղ են գալիս, դրա համար դուք այսքան աշխատում եք եւ կարծում եմ, որ առաջիկայում էլի կաշխատեք, բայց ունեք նպատակ արդարացնում է, չէ, դրա համար էլ աշխատում եք։ Երկրորդ կարտով տեսնում եմ ավելի ագրեսիվ խոյերին, այսինքն այո, բավականին աշխուժ, բավականին հետաքրքիր ժամանակահատված կլինի ձեզ համար եւ տեսնում եմ, որ դուք գումարներ իրականում կարող եք աշխատել, եթե նպատակը
այդ ուղղությամբ էր, տեսնում եմ այստեղ էլ երեխա, այսինքն եթե երեխաներին օգնելու մասին էր խոսքը, ձեր երեխաները շատ այսպես էնտուզիազմով, ակտիվորեն ինչ որ նպատակներ ունեն, դե հիմա գալիս է ամառ, ես չգիտեմ, դպրոցական քննությունները վերջացան, ինստիտուտի քննություններն են, միգուցե երեխաները շատ այսպես մեծ նպատակներ ունեն, ցանկություններ ունեն, եւ դրա համար ծնողները պետք է աշխատեն, որ կարողանան երեխաներին հասցնել նպատակին, միգուցե ամեն դեպքում բավականին զբաղված են լինելու։ Եվ ոգևորված, ես այստեղ հիասթափություն չեմ տեսնում եւ ծանր աշխատանքը տառապանք չէ, որ ձեզ բերելու է, հարգելի խոհեր։ Կարող եմ ասել, որ շատ գումարներ է բերելու, որովհետեւ նպատակներին պիտի հասցնեք երեխաներին։ Կարտը թռավ ինքնին, սա 10 է թրերի, սա ջահերի 10 էր եւ սա թրերի 10 էր։ 10 նշանակում է վերջը։ Այստեղ ծանր աշխատանք եմ տեսնում, իսկ այստեղ տեսնում եմ, որ վերջանում է։ Այո, վերջանում է, կվերջանա ի վերջո, որտեղ ժամանակավորապես դուք ինչ որ նպատակի համար, ես կարող եմ ասել դուք գումար եք աշխատում, գումարի համար էր դա։ Իսկ թե գումարն ինչի համար էր պետք, ես տեսնում եմ երեխաների հետ կապված պլաններ, բայց կարող են լինել խոհեր, որոնք ոչ միայն երեխաների հետ ունեն պլան, միգուցե երեխաների հետ ուզում են գնալ հանգստանալու, այդպես էլ կարող է լինել։ Ամեն դեպքում ես տեսնում եմ, որ դժվարությունները կվերջանա, դուք ձեր նպատակներին ամեն դեպքում կհասնեք։ Այո, կհասնեք, բավականին դժվարությամբ միգուցե, բայց կհասնեք, այստեղ տեսնում եմ տղան հանգիստ իր համար կանգնած է, նպատակին հասել է ստերեոթին, մահվան կարտով էլ տեսնում եմ փոփոխություն, այսինքն այս դժվարությունները կանցնեն, ձեր ձեռքբերումները կմնան, եթե նպատակը գումար վաստակելներ, գումար հենց սկզբից ես տեսա հիշում եք կարտեր ընկել, գումարները կվաստակեք եւ եթե նպատակը ձեր երեխաներին օգնելներ կկարողանաք օգնել, եթե երեխաները չէր նայած, ել եմ ասում, ձեզ համար էր, միևնույն է դուք կկարողանաք ձեր նպատակներին հասնել։ Այժմ տեսնենք կարտերն ինչ ունեն ասելու ցուլերին։ Ինչ կարևոր ինֆորմացիա են ուզում կարտերը հուշել ցուլերին։ Տեսնում եմ 7-ը, այո, տեսնում եմ 7-ը թրերի, առաջին կարտը, բավականին աշխուժ, բավականին այսպես ակտիվ, մի քիչ էլ երևի ագրեսիվ են տրամադրված ցլերը, չեմ կարող ասել ինչ նպատակի համար, բայց տեսնում եք, մարդը նպատակ ունի, առաջ է նայում, առաջ է մղվում։ Եթե ընդհանրապես մարդիկ մեկ թրով են առաջ գնում, կռվում են, պայքարում են, պաշտպանվում են, ինչ էլ որ լինի։ Երիտասարդը այստեղ երկու ձեռքում էլ թուր ունի։ Սա կարող է մի քիչ լինել ավելի ագրեսիա, ինչ նպատակել, որ ունեք, ինչի համար, տեսնում եք, առաջ է ինքը գնում, առաջ է քայլում, ինչ նպատակել, որ ունեք, կարող է մի քիչ չափից ավել ագրեսիվ եք, ես չեմ կարող ասել դա լավ է, թե վատ է, բայց ամեն դեպքում ցլերն էլ, կարծես թե առաջիկայում պարապ չեն լինի եւ բավականին զբաղված կլինեն, եթե կա նպատակ, մարդը անպայման կգտնի ուղին ինչպես հասնել իր նպատակներին։ Իսկ ես տեսնում եմ, որ բավականին լուրջ է տրամադրված իր նպատակների ցուլը։ Տեսնում եմ էլի թագուհին պենտակլի, տեսնում եմ թրերի պաժը եւ տեսնում եմ այստեղ կառքը։ Շատ լավ կարտեր եմ տեսնում։ Նպատակը կարող եմ ասել, այսպես ֆինանսական հաջողություններն են։ Ես չեմ կարող ասել ինչ գործ եք անում, ինչ աշխատանք եք անում, բայց ինչ էլ որ անում եք, այո, նպատակը տեսնում եմ, որ բարեկեցիկ կյանքն է եւ ավելի միգուցե ավելացնելու ձեր ֆինանսները, ինչ նպատակներ ունեք ֆինանսների հետ կապված, նորից եմ ասում, այդ ուղղությամբ է։ Ես այստեղ տեսնում եմ, որ ինքը ունի նպատակ, իրականում այս դեպքում կարող եմ ասել, որ ցլերը ում որ այս վերաբերվում է այս իրավիճակը, ամեն դեպքում ինքը շատ լավ գիտի թե ինչ է ուզում, ինքը շատ հանգիստ կանգնած է, տեսնում եք, ագրեսիա տրամադրված է նպատակի հանդեպ բավականին աշխուժ ագրեսիվ, բայց այստեղ տեսնում եմ, որ ինքը իրականում շատ վստահ է իր նպատակի վրա։ Իսկ կարգով կարող եմ ասել շատ ակտիվ, շարժում կլինի, գործողություն կլինի։ Մարդը մտածել է, որոշել է, որոշումը կայացված է, գիտի ինչ է ուզում եւ շատ այսպես աշխուժ ներողություն, եւ շատ էլ աշխուժ, շատ այսպես ագրեսիվ էլ կգնա իր նպատակին։ Ես հետաքրքիր է թագուհի, շատ եմ տեսնում։ Ոչ, ներողություն, սա թագուհին չէր։ Թագուհու նման էր, բայց թագուհին չէ, սա արդարադատության կարտն է։
Հարգելի ցելեր, միներթության մասին երևի կուզեմ խոսել, արդարադատություն ինչ է ասում, որ պետք է ամեն դեպքում լինել արդար։ Այստեղ ասում եմ մի քիչ չափից ավել ագրեսիա կարող է լինել։ Բացի դրանից թրերի 7-ը կարող է նշանակել ոչ ազնիվ ձևերով նպատակին հասնել։ Այսինքն, ես չեմ ուզում տխուր տգեղ վատ բառեր օգտագործել, բայց որպեսզի հանկարծ չնեղացնեմ մեր ցելերին։ Դե բնականաբար սա ոչ մեկին չեմ կարող ասել, սա կոնկրետ ոչ մեկի չի վերաբերում։ Նրանք ովքեր իրենց կճանաչեն, իրենք կճանաչեն։ Այսինքն մարդը, որը խարդախ, ինչ որ ոչ ազնիվ ճանապարհով, ագրեսիվ, չգիտեմ, տեսնում եք երկու թրով, ինչ որ մեկին վախեցնելով է, ինչ որ մեկի նկատմամբ անազնիվ քայլերով է ուզում վաստակել, կարտերը խորհուրդ են տալիս արդար եղեք եւ ազնիվ եղեք, որովհետեւ այդ դեպքում կարող է հաջողության չհասնեք եւ հակառակը կարող եք արդարադատության առաջ կանգնել։ Ոչ, ես չեմ ասում դուք այսպես անում եք, այսպես կլինի, ես պարզապես ասում ինչ որ կարտերն են ցույց տալիս, կարող է լինել պարզապես նախազգուշացում։ Եթե հիշում եք, ես սկզբում կարտերը ինչի մասին էին ասոր, թե ինչ են ուզում կարտերը հուշել մեզ առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Միգուցե դուք շատ անգամ շատ այսպես աշխուժ ոգևորված լինեք, չհասկանաք, որ ագրեսիվություն եք ցուցաբերում եւ հետո խնդիրներ ունենաք։ Կարտերը փորձում են հուշել մի քիչ ավելի զուսպ եղեք, ոչ ագրեսիվ։ Ես տեսնում եմ բաժակների 9, տեսնում եմ ասպետը ջահերի, գավազանը ձեռքին եւ տեսնում եմ թրերի 4-ը։ Այո, կարտերը այստեղ այդ են հուշում, որ նպատակ ունեք, ուզում եք գնալ ձեր նպատակին շատ տրամադրված, շատ աշխուժ կարգով, շատ լավ է, ձեր աշխուժությունը բավականին լավ է, բայց աշխատեք շատ ագրեսիվ չլինել եւ մի փոքր ավելի զգույշ լինել, վտանգի չդիմել եւ անազնիվ չլինել որևէ մեկի հանդեպ։ Այսինքն չփորձեք գումարներ ձեռք բերել կամ ձեր նպատակին հասնել անազնիվ ճանապարհով, որովհետեւ ձեր առջև կարող են լինել մարդիկ, որոնք շատ ավելի փորձ ունեն, քան դուք։ Եվ դուք իրականում դա չեք սպասում։ Դուք այսպես շատ ոգևորված, շատ այսպես ինքնավստահ կարող եք գնալ առաջ, հա, տեսեք, ասպետը ջահը ձեռքին, ինքը շատ վստահ է իր հաջողության վրա, բայց իրականում ձեզ դիմաց կարող է լինել մարդը, որը շատ ավելի հանգիստ նստած է բաժակների մեջ, իսկ այս բոլոր բաժակները իր կյանքի փորձն են։ Ձեզնից շատ ավելի փորձված կարող է լինել եւ դուք կարող եք հայտնվել այսպիսի հիվանդագին վիճակում։ Իսկ ես այստեղ եւս մեկ կարտ եմ տեսնում ստվերում, այսինքն դուք կարող եք խնդիրներ ունենալ անձամբ իր հետ, թե օրինապահ ուժերի հետ կարող եք խնդիրներ ունենալ, չեմ կարող ասել, բայց իրականում ինքը ձեզ կհաղթի, որովհետեւ եք պարկած վիճակում եք, իսկ այստեղ էլ ելքը չեք տեսնում, այսինքն այո, աշխատեք այնքան ագրեսիվ չլինեք, որ դա աշխատի ձեր դեմ եւ ինչ որ ձևով դուք ձեզ վնասեք։ Մի քիչ ավելի պետք է զգույշ լինել առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Կարտերը չեն պարտադրում, պարզապես հուշում են, խորհուրդ են տալիս, ընդունեք սա որպես նախազգուշացում։ Եթե դուք ագրեսիվ մարդ չեք, ոչ մի անազնիվ բաներ երբեք չեք անում, ապա սա ձեզ չէր վերաբերում։ Այժմ տեսնենք կարտերը ինչ խորհուրդ կտան երկօրյակներին։ Ինչ կհուշեն առաջիկա մի քանի օրերի համար։ Շատ կարտեր դուրս եկան, կխառնեմ նորից։ Ինչ կհուշեն կարտերը երկօրյակներին։ Տեսնում եմ ջահերի 8-ը։ Բավականին աշխուժ ժամանակ է սպասվում առաջիկա օրերին երկօրյակների համար։ Սա արագության կարտն է։ Տեսնում եք 8 ջահեր են այստեղ, այսինքն տարբեր տեղեր։ Մարդը բավականին զբաղված է եղել, բավականին ժամանակ է տևել, որպեսզի այս բոլոր ջահերը հերթով կարողանա, այսինքն կարող եմ ասել միգուցե երկօրյակները շատ զբաղված են, միանգամից մի ձեռքով երկու գործ են, չի, ինչպես են ասում, այսինքն չափից ավել շատ ձմերուկ են իրենց ձեռքը վերցրել, այսինքն շատ զբաղված են, միանգամից մի քանի գործ են անում, միանգամից մի քանի տեղում են լինում, չափազանց զբաղված են, շատ լարված են։ Տեսնենք էլ ինչ կասեն կարտերն այս մասին։
Ինչ հետաքրքիր է։ Տեսնում եմ պենտակլների 2-ը, ապա տեսնում եմ 3-ը թրերի եւ տեսնում եմ թրերի 10-ը։ Իսկ այստեղ ես տեսնում եմ արդարադատության կարտը ստվերում։ Շատ հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր եմ տեսնում։ Տեսնում եք, ջահերի 8-ը նկատի ունեի, որ շատ արագ, շատ զբաղված ժամանակահատված է լինելու առաջիկայում եւ շատ անելիք կա եւ մարդը զբաղված է, բոլոր ջահերը հերթով տնկելով, տեսնում եք, այսինքն միանգամից մի քանի տեղ տարբեր գործեր, տարբեր իրադարձություններ, շատ զբաղվածություն կա, բայց այդ չափից ավել շատ իր վրա վերցնելը կարող է իրեն այսպես բալանսից գցել, որտեվ 2-ը բալանսի կարտն է։ 2 ձեռքով պետք է կարողանաս 2 իր պահել, ճիշտ է, բայց երբ որ չափից ավել շատ բեռ ես վերցնում քո վրա, այ հավասարակշռության կարտն է, ցույց է տալիս, որ կարող են բալանսից ընկնել, սիրտները կարող է կոտրվել, հիասթափություն ապրեն, իսկ այստեղ 10 թրերի, այսինքն մաքսիմալ կարող է իրենց վնասել, եթե չափից ավել ծանր բեռ վերցնեն իրենց վրա։ 8-ը չափից ավել շատ է եւ շատ արագ է իրականում իրադարձությունները շատ արագ են տեղ ունենում, այսինքն ոչ միայն շատ է ինչ որ իրենք անում են, ես չեմ կարող ասել աշխատանք, գործ, նպատ ինչ որ անում են, շատ են անում եւ շատ արագ են անում ինչ որ անում են, այ դա կարող է իրենց հավասարակշռությունից գցել եւ կարող են հիասթափվել եւ կարող է մաքսիմալ ցավ պատճառել իրենց 10-ից հետո իրականում նորից մարդը կարող է этаպը կփոխվի, կվերջանա բոլոր խնդիրները, բայց բավականին ցավոտ կարող է լինել։ Իմ խորհուրդն է եւ այստեղ արդարադատությունն է, ասում է, որ դուք ուղղակի պետք է կարողանաք ձեր ուժերի սահմանում անել ինչ որ անում եք։ 8-ը չափից ավել շատ է, շատ արագ է, միգուցե մի փոքր ավելի կենտրոնանաք մեկ գործի վրա, հարգելի երկորյակներ, ես չեմ կարող ասել սա որ երկորյակներին է վերաբերում եւ ինչ դեպքում։ Ամեն դեպքում, ես եթե չեմ սխալվում, մեր վարչապետն էլ երկորյակ է։ Բավականին դժվար ժամանակներ են սպասվում ամեն դեպքում։ Իսկ հաջորդը տեսնում եմ կարտը։ Նու սա կարող է բոլորին չվերաբերել, կարող է այս 2-ը տարբեր մարդկանց վերաբերեն, տարբեր երկորյակներին։ Սա իրականում տուզն է բաժակների, բավականին գեղեցիկ կարտ է, ուղղակի էմոցիաները կլինեն շատ ծայրահեղ լարված։ Դե այս դժվար ժամանակահատվածում մարդը այսքան գործ էր անում եւ փորձում էր, չգիտեմ, մի ձեռքով 8 ծմերուկ բռնել, 8 ջահ տնկել եւ հիասթափված եւ հոգնած, գերհոգնած վիճակ է լինելու, եթե շարունակեք այս ձևով։ Ես եմ ասում, խորհուրդ եմ տալիս, որ պարզապես կենտրոնանաք մեկ գործի վրա, հարգելի երկորյակներ, բայց ել եմ ասում, էմոցիաները լինելու են շատ լի, դուք այսպես շատ ոգևորված եք լինելու, ինչ էլ որ անում եք, այս զգուշ եղեք, հավասարակշռությունը չկորցնեք, որովհետև որ բաժակը լցվում է նույնիսկ էմոցիաներով, չէ, բաժակը շրջվում է ի վերջո։ Դա ես չեմ ասում, կարտերն են ասում։ Մյուս կողմից երկրորդ տարբերակը, եթե սա չի վերաբերում բոլոր, այստեղ բոլոր այսպես զբաղված չեն լինի, սա մի ասենք խումբ, չգիտեմ, երկորյակներին է վերաբերում։ Մյուս խմբին կարող է վերաբերել պարզապես, որ մարդիկ էմոցիոնալ կլինեն, կարող են սիրահարվել, սիրել, սա սիրո նաև կարտն է, նշանակում է սեր, լցում են մարդիկ զգացմունքներով, այդպես էլ կարող է լինել։ Տեսնենք կարտերն ինչ ցույց կտան։ Միգուցե երկու կարտը տարբեր երկորյակներին տարբեր ինֆորմացիա են հայտնում։ Այո, ես այստեղ էլի տեսնում, այստեղ ստվերում տեսնում եմ նորից ագրեսիվ կարտը, այո, եթե շատ ագրեսիվ են, չափից ավել շատ գործեր են անում, նույնիսկ եթե այստեղ, չգիտեմ, ես փորձեմ առաջինը խոսել նորից, առաջին կարտին կապելով, այդ շատ ագրեսիվ, շատ զբաղվածությանը, երկրորդն էլ կբացատրեմ, եթե սա վերաբերում ենք սիրուն եւ էմոցիաներին այդ առումով։ Այսինքն չափից ավել ագրեսիվ լինելը ոչ միայն ձեզ բալանսից կգցեր, ելի եմ ասում, այլև ձեր նպատակները, այն ինչ որ դուք ակնկալում եք, իրականում չի լինի, որտեղ նորից տեսնում եմ այստեղ սա կարիքավորների կարտն է, այսինքն որոնք օգնության կարիք ունեն։ Այսինքն դուք նորից կհայտնվեք այդպես սրտներդ կոտրված եւ հիասթափված վիճակում։ Իրականում этаպը կփոխվի, դուք շատ երկար չեք մնա այդ վիճակում, սա աշխարհի կարտն է։ Ինչ էլ որ սա լինի, սա ժամանակավոր է։ Տեսեք, կարտերը ես ասում եմ, ինչ են հուշում կարտերը երկորյակներին, առաջիկա մի քանի օրերի համար, 1-2 շաբաթվա երևի։ Սա բավականին դժվար этаպ է լինելու երկորյակների համար, կարող եմ ասել մեծ մասամբ, դե բնականաբար ոչ բոլոր երկորյակների համար,
Եվ եթե չափից ավել ագրեսիվ լինեք եւ չափից ավել շատ ծանր բեռ վերցնեք ձեր վրա, ամեն դեպքում երկրորդ անգամ կարտերը եկան ասելու նույնիսկ այս էմոցիաները շատ կլինեն, ակնկալիքները շատ կլինեն, բայց իրականում բաժակը կշրջվի եւ դուք իրականում կորուստ կունենաք եւ հիասթափված կլինեք։ Բայց դրանից հետո անմիջապես էտապը կփոխվի։ Այսինքն միանգամից կվերջանա այս հուզմունքներ, այս ամեն ինչը գործը կվերջացնեք, այլևս չեք անում այդ ագրեսիվությունը չկա, հետո կգա նոր էտապ, այսինքն ամեն ինչ կխաղաղվի, մի գործ արեցիք, չգիտեմ այս ինչ նպատակ ունեիք, այս ինչի համար եք այսպես շատ աշխատում, շատ այսպես ջանքեր եք թափում, ինչեր եք անում, կհասկանաք, որ չաշխատեց, դե չաշխատեց, ամեն դեպքում ամեն հիասթափություն եւ ամեն ինչ նաեւ բերում է իր հետ կյանքի փորձ։ Հասկացաք, ինչ որ արեցիք չաշխատեց, այսպես ինչպես արեցիք չաշխատեց, կմտնեք մի նոր փուլ եւ կհասկանաք հաջորդ անգամ մի քիչ երևի այլ կերպ կմոտենաք նման հարցերին։ Իսկ մյուս կողմից եթե խոսում ենք սիրահարվածության մասին, ապա նոր սիրահարված երկորյակներին կարող եմ ասել շատ ագրեսիվ մի եղեք, դիմացինին այսպես ձեզնից չվանելու համար, մի եղեք այսպես շատ մեղմ, շատ հանգիստ, առաջարկություն եք անում ժամանցի, չգիտեմ, կամ ամուսնության, կամ ինչ հարաբերությունների, ինչ էլ ուզում է լինի, շատ մեղմ, շատ հանգիստ, տեսնում եք, սա թրերով էր, իսկ սա բաժակը ձեռքին, շատ մեղմ արեք առաջարկությունը, որպեսզի չմերժվեք։ Բայց իրականում կան բոլոր հնարավորությունները, եթե դուք ձեր, այսպես ասեմ, վերաբերմունքը փոխեք եւ շատ ավելի զգույշ լինեք, կարտերը ամեն դեպքում հուշում են։ Առաջի դեպքում էլ, եթե այսքան ծանր բեռ չվերցնեք ձեր վրա, իրականում կարող եք ունենալ հաջողություն։ Եթե, չգիտեմ, կարողանաք փոխել, տեսեք, նախորդ կարտերը զգուշացնում են դրա համար, եղեք ավելի մեղմ, քիչ ագրեսիվ, մի արեք 7 գործ միանգամից, այլ հանգիստ, քայլ առ քայլ, որպեսզի հիասթափությունից խուսափեք եւ հակառակը մտնեք նոր աշխարհ, մտեք կյանքի նոր էտապ, որտեղ կլինի գեղեցիկ ամեն ինչ շատ հետաքրքիր եւ ձեր բոլոր նպատակներին էլ կարող եք հասնել եւ եթե սիրո առաջարկություն եք անում, իրականում նաեւ կարող եք ունենալ նոր սեր։ Պարզապես պետք է լինել ավելի զգույշ եւ ավելի բալանսավորված անել ամեն ինչ։ Այսինքն հերթով մի գործը վերջացրեք, հետո անցեք մյուսին։ Այժմ տեսնենք, թե ինչ կհուշեն կարտերը խեցգետիներին, առաջիկա 1-2 շաբաթում ինչ կարող են ակնկալել խեցգետինները, ինչ կհուշեն կարտերը, ինչ են ուզում կարտերն ասել խեցգետինների։ Առաջի կարտով տեսնում եմ 6 ջահերի, սա հաղթանակի կարտն է։ Ինչ որ հարցում չեմ կարող ասել ինչ եք արել, ինչ եք անում, կամ ինչ եք ուզում անել հարգելի խեցգետինները, բայց ինչ որ հարցում դուք ձեզ հաղթանակած կզգաք։ Շատ հաջող կարտ է, շատ։ Բայց դե բնականաբար, հաղթել եք, որովհետև ինչ որ բան արել եք։ Ինչ եք արել, տեսնենք կարտերը կարող են հուշել։ Դուք ինքներդ ավելի լավ կիմանաք, ինչ եք արել, ինչ ակնկալիքներ ունեիք ձեր գործունեության կամ աշխատանքի արդյունքում, կարտերը հուշում են, որ ինչ որ ասպարեզում դուք կունենաք հաղթանակ։ Այո, տեսնում եք, գեղեցիկ կարտեր եմ տեսնում, գործ եք արել, 10 եմ տեսնում թրերի ներողություն, 10-ը վերջն է, շատ դժվարությամբ, շատ եք աշխատել, շատ հոգնել եք, միգուցե արդեն գերագույն, այսպես ասեմ, այն վերջին ուժերով արել եք ինչ որ գործ եք արել, ինչ որ նպատակի համար, սա էլ թագուհին է պենտակլի։ Եթե ֆինանսի հետ էր կապված գործարք եք ընկել, ֆինանս գումարներ աշխատելու, դուք հաղթանակած դուրս կգաք, ձեր նպատակին կհասնեք։ Եթե դուք վարկ եք ուզում վերցնել, չգիտեմ, նպատակ ունեք տուն գնելու կամ ինչ որ մեկ այլ նպատակով գումարների հետ կապված հատկապես, բայց ոչ միայն, սա կարող է լինել ոչ միայն, ավելի ինչ որ մի բան, ինչ էլ որ արել եք, ծանր շատ բարդ աշխատանք է եղել, շատ գերհոգնած վիճակում եք, բայց դուք հասնում եք արդյունքին։ Ձեր կյանքը բարելավելու ինչ էլ որ դա լինի, ինձ համար դժվար կլինի ասելը։ Ֆինանս կլինի, կահույք եք ուզում ձեր երազանքների գնել, գումար եք վաստակում դժվար աշխատելով, մի քանի գործ եք անում, ինչ էլ որ անում եք, ամեն դեպքում ձեր նպատակին կհասնեք եւ շատ հարմարավետ կլինի ձեզ համար։ Հաջորդը տեսնում եմ արդարադատության կարտը։ Այո, եթե տեսնենք, փորձեմ լրացուցիչ կարտեր հանել, բայց նույն խորհուրդը կարող եմ տալ, աշխատեք, ինչքան էլ նպատակները հաջող լինեն, լավ լինեն, ամեն դեպքում ոչ մի անազնիվ, ոչ մի անարդար, ոչ մի այսպես մանիպուլյացիաներ չանել, զգույշ լինել ավելի, որտեղ դուք այսպես թե այնպես ձեր նպատակին հասնելու եք։
նույնիսկ եթե գիտեք, երբ որ ասենք մարդիկ այսպես ծայրահեղ աշխատել են դժվարություններով, չի ստացվում, խոչընդոտներ կան անդադ, մարդիկ են խանգարում, իրավիճակներն են խանգարում, չգիտեմ, ինչ էլ որ լինի, մարդը, որ արդեն հասնում է համբերության վերջին բաժակը լցնում, արդեն 10-րդ թրերով արդեն խոցված են, արդեն հույսները կտրում են, մարդիկ կարող են տարբեր միջոցների դիմել։ Այդ դրա մասին է խոսքը։ Կարտերը հուշում են, որ դուք հասնելու եք ձեր նպատակին, եւ այս իրականում դժվարությունները կվերջանան, նպատակին կհասնեք։ Մի փորձեք դիմել որևէ անազնիվ քայլի, ավելի արագացնելու process-ը, որովհետեւ դա կարող է ձեզ համար խնդիրներ առաջացնել, բայց դուք ձեր աշխատանքով, ազնիվ, արդար աշխատանքով, դժվարությամբ, բայց անպայման ձեր նպատակին կհասնեք։ Ես եւ թագուհու, Պենտակլի թագուհու կարտով եմ վատեսնում եւ հաղթանակի կարտով, որը հենց սկզբից դուրս եկավ ձեզ հուշելու, որ դուք ինչ նպատակ էլ որ ունեք, ինչի համար էլ որ այդքան աշխատում եք, դուք ձեր նպատակին կհասնեք։ Այո, անպայման կհասնեք ձեր նպատակին, եթե ամեն ինչ արել եք արդար եւ ազնիվ, տեսնում եք այստեղ 10 բաժակներ, սա լավագույն կարտն է, այսինքն այստեղ մարդիկ հավաքվել են, չգիտեմ, մաղարիչ են անում, նշում են, տոնում են, նոր տուն ունեք, բոլորին հրավիրում եք ձեր տուն, նոր կահույք ունեք, շնորհավորում են բոլորը ձեզ, այստեղ տեսնում եք, այս բոլոր մարդիկ հավաքված են, տոնում են, ինչ որ տոն են տոնում, եւ դուք ձեր նպատակին հասել եք, հաղթել եք, ազնիվ, արդար ճանապարհով, անպայման։ Այժմ տեսնենք կարտերը ինչ կհուշեն առյուծներին։ Ինչ կարևոր հուշումներ, ինչ կարող են, ինչ են ուզում կարտերն ասել առյուծներին, տեսնենք։ Ինչ են ուզում կարտերը հուշել։ Տեսնում եմ ասպետը ջահերի։ Գիտեք, ես այստեղ նորից եմ տեսնում ստվերում այս թրերով երիտասարդին։ Շատ տարօրինակ է, շատ տարօրինակ է, ահագին ագրեսիվություն եմ տեսնում։ Ես հասկանում եմ հաջորդ 2 շաբաթվա մեջ Հայաստանում ընտրություններ են լինելու, այս կարտը ինձ մի քիչ ահագին անհանգստացնում է։ Սա ագրեսիվ եւ ոչ ազնիվ, մի քիչ խարդախ, շատ բարդ իրավիճակ է լինելու։ Ես չեմ ուզում ոչ մեկի վախեցնել, ուղղակի նախազգուշացում, կարտերը զգուշացնում են։ Բայց սա առույցների հետ կապ չուներ, հարգելիներս։ Ես գրեթե բոլորի համար տեսա, մինչև հիմա ում համար որ հանում էի, բոլորի համար այդ կարտը տեսնում եմ ստվերում։ Բոլորն էլ կարող եք խորհուրդը կարտերից պարզապես մի քիչ ավելի զգուշ եղեք, խուսափեք ագրեսիվությունից եւ ագրեսիվ մարդկանցից։ Ես այստեղ տեսնում եմ, որ առույցները ինչ-որ նպատակ ունեն, ինչ որ, չգիտեմ, ինչ է լինի նպատակը, ամառը ուզում եմ հաճելի ժամանակ անցկացնել, ուզում եմ ինչ-որ նոր ծանոթություններ, ուզում եմ, չգիտեմ, նոր աշխատանք, ինչ ուզում են լինի, ունեք նոր նպատակ, ունեք նոր ցանկություն, բաժով ցույց է տալիս նաեւ երիտասարդ է նաեւ ասպետով, որ բավականին լավ եք տրամադրված, ներողություն ասպետն եք բաժը չէր, այո, շատ լավ տրամադրված եք, շատ այսպես կրքոտ, տաքայրուն, ջահերը հենց առույցների կրակի նշանն են, շատ ոգևորված կլինեք, շատ աշխուժ կլինի ձեզ համար կարծում եմ, եւ դուք բավականին ոգևորված եք, ինչ էլ որ որոշել եք, ինչ էլ որ ցանկանում եք, բայց շատ լուրջ էնտուզիազմով գնում եք դեպի ձեր նպատակը, տեսնենք ինչն է ձեր նպատակը, ինչ եք ուզում։ Ինչ են ուզում առյուծները, տեսնում եմ պենտակլի տուզը, տեսնում եմ այստեղ ճգնավորը եւ տեսնում եմ կայսրուհուն։ Շատ հետաքրքիր է։ Ինձ թվում է այսպես նպատակ, որ ասացի, այսպես նպատակ, շատ աշխուժ, այսպես էնտուզիազմով, ինչ որ մեծ ցանկություն ունեն առյուծները, առյուծները ուզում են շատ մեծ փոփոխություն, տզով կարող եմ տեսնել, որ շատ մեծ լուրջ փոփոխություններ են ուզում մտցնել իրենց կյանք, հատկապես նրանք, ովքեր մենակ են, մենակ ճանապարհ են գնացել եւ կյանքում ուղի են փնտրում, դա կարող է լինել, չգիտեմ, մասնագիտության հետ կապված, աշխատանքի, կարիերայի հետ կապված, նաեւ անձնականի հետ կապված, իրենք ուզում են այս միայնակ վիճակից դուրս գալ, ուզում են նաև միգուցե աշխատանքի միապաղաղությունից դուրս գալ, առույցներն իրենք կհասկանան ինչին է վերաբերում, բայց ես շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, սա ես տեսնում ձեր ներկայիս վիճակը, դուք ելք եք փնտրում դուրս գալու այս վիճակից, մենակ վիճակից, բայց կամ միգուցե եմ ասում աշխատանքի կարիերայի միապաղաղությունից,
Տուզը շատ գեղեցիկ է եւ կայսրուհին կայացած կին է, շրջապատված է ծաղիկներով եւ արևածաղիկներով, արևով, իսկ արևը առույցների մոլորակն է, առույցների նշան է, առույցներին հովանավորում է արևը, այո, եւ շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, այսպես կարող եմ ասել, դուք ունեք շատ գեղեցիկ լավ նպատակներ, աստվածա հասնեք ձեր նպատակներին, իրականում հնարավոր է, կայսրուհու կարտով տեսնում եմ, որ հնարավոր է, դուք ինքներդ պետք է ջանք գործադրեք, ամեն դեպքում այդպես կարող եմ ասել, տեսնում այստեղ մենակ, ասիկա ձեզ կարող է շատ օգնող ուժեր չլինեն, կողքից շատ օգնողներ չլինեն, դուք ինքներդ պետք է ելքը գտնեք, ինչպես հասնեք ձեր նպատակներին, ինչ էլ որ լինի, անձնական կյանքում, աշխատանքում, կարիերայում, ֆինանսներում, սա նաև ֆինանսների նշանն է պենտակլը, այսինքն տեսնում եմ տուզ, տեսնում եմ կայսրուհի, բավարարված կին, շատ գոհ իր կյանքից, իր ստատուսից, կարգավիճակից, մի խոսքով, դուք ունեք նպատակներ, ինքներդ պետք է գնաք եւ կարողանաք հասնել ձեր նպատակին։ Իսկ նպատակը ձեզ կպարզվի ձեզ համար, նույնիսկ եթե դուք չեք տեսնում այսօր թե ինչպես դուք գիտեք նպատակը ունեք, բայց ինչպես հասնեք ձեր նպատակին, այդ թրերի տուզը այդ մասին է ասում։ Այսինքն ասում են, որ իրականում հանկարծ ձեզ համար 1-2 շաբաթվա մեջ հանկարծ կպարզվի, դուք հանկարծ ձեզ համար կբացահայտեք, թե իրականում ինչպես պետք է հասնեք ձեր նպատակին։ Ինչ հետաքրքիր է, տեսնում եմ 2 տուզ, սա տուզներ պենտակլի, սա տեսնում եմ թրերի տուզը, այո, պատմություն ինքնին արդեն ասում է ամեն ինչ որ դատարկություն կա կամ անձնական կյանքում եք մենակ կամ, չգիտեմ, գումարները ձեզ շատ չեն բավարարում։ Ես այստեղ չեմ տեսնում խեղճ մարդ, այսինքն ոչ ֆինանսներով եք դուք անբավարարված, ոչ դժբախտ մեկն եմ տեսնում, բացարձակ։ Ուղղակի մարդը, եթե որոշ ժամանակ մենակ է, էլ չի ուզում մենակ մնել, ուզում է կյանքը փոխել եւ լցնել նոր մարդկանցով։ Կնոջը տղամարդ է պետք, տղամարդուն կին։ Իսկ եթե նոր կարիերա ձեր աշխատանքը ձեզ դուրս չէր գալիս, ձեր կարիերան ձեզ դուրս չէր գալիս, կամ դուք ուզում եք ձեր գործը սկսել, չեք ուզում ոչ մեկի հետ, ոչ մեկի համար աշխատել, ուղղակի չգիտեք ինչ անել կոնկրետ, այդ թրերի տզով կարող եմ ասել, որ հանկարծ ձեզ համար կպարզվի, ոչ միայն դուք նպատակ ունեք, այլև կպարզվի, թե ուր եք ուզում գնալ, ինչ եք ուզում անել, դա շատ կարևոր է։ Շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, շատ, տեսնում եք, այստեղ կայսրուհին, ձեր նպատակը կայսրուհին էր, իսկ ես այստեղ տեսնում եմ 10 էլի բաժակների, այսպես նշում եք, այսպես խնջույքի եք հավաքվել, դուք մենակ չեք լինի, հաստատ մենակ չեք լինի, կարող եմ ասել, նաև ընտանիքով շրջապատված կլինեք։ Ամեն դեպքում հարգելի առույցներ, ես տեսնում եմ ձեր 4 կողմը կան մարդիկ, որոնք ձեզ սիրում են։ Նույնիսկ եթե դուք ձեզ մենակ եք զգում, ընտանիքում, չգիտեմ, տատիկ, պապիկն են ձեզ սիրում, մորքուրն ու հորքուրն են ձեզ սիրում, չէ, ով էլ որ լինի, ընտանիքում, երբ ձեզ մենակ եք զգում, եղեք նրանց մեջ։ Եղեք մարդկանց մեջ, ովքեր ձեզ սիրում են, որտեղ դուք ձեզ շատ հանգիստ սիրված եք զգում, ջերմ մթնոլորտում, իսկ ձեր նպատակներին դուք կհասնեք։ Հենց հասկացաք կոնկրետ ինչ եք ուզում, երբ որ ձեզ համար պարզվեց, որ դուք նոր նպատակ ունեք, ուզում եք նորություն, հասկանալի էր, բայց այդ ինչ եք ուզում, դա էլ կպարզվի, անպայման, ինչ նպատակ ունեք, պարզապես կոնկրետ որոշեք ինչ եք ուզում եւ կայսրով կարող եմ ասել, որ դուք բավականին, այսպես ասեմ, ուժեղ նշան է, շատ ուժեղ են առույցները, միայն թե հասկանաք ինչ եք ուզում, դուք ունեք բոլոր շանսերը ձեր նպատակներին հասնելու։ Տեսնենք հաջորդ կարտերը ինչ կհուշեն կույսերին, առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում։ Ինչ կարևոր ինֆորմացիա, մեսեջ են ուզում կարտերը հաղորդել կույսերին։ Էլի պենտակլի տուզն եմ տեսնում։ Շատ լավ է, պենտակլի տուզը լիություն է նշանակում։ Այսինքն լիություն մարդը, երբ որ շատ բավարարված ու գոհ է իր կյանքից, իր ֆինանսներից, իր աշխատանքից, իր անձնականից, հասկանում եք, լիության կարտն է, ինձ համար սա լիության կարտն է։ Մարդը եւ հոգով, սրտով, մտքով, գումարներով, ամեն ինչով մի տեսակ լի է։ Տեսնենք դուք այսպես ձեզ զգում եք, թե այդպես կարող է լինել։ Տեսնենք։ Միգուցե դա եք ուզում, միգուցե դա եք փնտրում, հարգելի կույսեր, տեսնենք։ Ես կարծում եմ, որ սա եղել է երևի թե ձեր նպատակը, բայց ամեն դեպքում հույսով եմ, որ դուք ամեն դեպքում կզգաք, դուք ունենաք այսպիսի զգացողություն, ինչ որ պահ կգա, որ դուք շատ ձեզ լիարժեք հանգիստ կզգաք։ Ինչու, որովհետև այստեղ տեսնում եմ
աշխարհի կարտը ձեզ համար նոր этап է սկսում, վերջանում է ծանր դժվար աշխատանքը, շատ դժվար աշխատանք եք արել, վերջանում է, չգիտեմ ինչն է եղել, պարտադիր չի սա միայն աշխատանք, սա կարող է լինել էմոցիոնալ առումով, ինչ որ, չգիտեմ, ինչ որ դժվարությամբ ինչ որ մի բան ձեռք կբերեք, շատ դժվարությամբ, բայց իրականում ձեռք կբերեք, ես տզովել եմ տեսնում եւ այստեղ թրերի թակավորվել եմ տեսնում, մի քիչ միգուցե ագրեսիվություն պետք լինի, խստություն պետք լինի, սառնասրտորեն պետք է մոտենաք հարցին կամ մոտենում եք կմոտենաք, ամեն դեպքում դուք ձեր նպատակին կհասնեք։ Գիտեք, կույսերը շատ այսպես լոգիկայով մարդիկ են, իրենք այսպես էմոցիաների չեն տժվում, դրա համար շատ սառը մարդկանց տպավորություն են թողնում, բայց տվյալ դեպքում մարդը որտեվ նպատակ ունի, նպատակի մեջ էմոցիաները ես ինքս լավ չեմ էլ հասկանում, կողմնակից եմ նման սառնասիրտ վերաբերմունքին, եթե աշխատանքում, կարիերայում, գործունեության մեջ մարդը նպատակ ուներ այսքան դժվարությամբ աշխատել է, բնականաբար շատ սառնասրտորեն պետք է մոտենար, որտեվ շատ հեռու գնացող պլաններ ուներ, եւ իրականում կլինի этаպը կփոխվի, ձեր աշխատանքը կվերջանա։ Մյուս կողմից կարող եմ ասել, եթե դուք այսպիսի նպատակ նոր այսպիսի նպատակ եք դնում շատ մեծ գումարների հետ կապված, մեծ ինչ որ ուզում եք մի բոլորովին նոր կարիերա, նոր աշխատանք սկսեք, այդ դեպքում ձեզ բավականին լուրջ աշխատանք է սպասվում, շատ, բայց դուք որոշում այս 1-2 շաբաթվա մեջ կկայացնեք, էլ եմ ասում, կամ արդեն կայացրել եք եւ արդյունքը կերևա, կամ մյուս կողմից եթե դեռ նոր этап եք մտնում, այսինքն սա նոր եք դեռ այս ուղղությամբ գնում, այս նպատակի ուղղությամբ, բավականին դժվար աշխատանք է լինելու, շատ եք աշխատելու, բայց իրականում, քանի որ այսպես լոգիկայով դուք պլանավորել եք, գիտեք ինչ եք անում, ինչպես պետք է անեք, դուք նպատակասլաց անում եք ձեր աշխատանքը, հոգնում եք, բայց անում եք, որովհետև դուք ուզում եք հասնել մեծ գումարների, մեծ հաջողության, կամ կարիերայում հաջողության, կամ ֆինանսներում, եւ դուք կհասնեք։ Հաջորդ կարտը տեսնում ենք 4 բաժակների։ 4 բաժակների նշանակում է մարդը տեսնում եք մի տեսակ տխուր նստած է երիտասարդը։ Սա հիասթափված երիտասարդը չէ։ Սա այսինքն այն մենակ երիտասարդն է, որին անդադ նույն բանն են առաջարկում։ Իսկ ինքը չի ուզում։ Կյանքը տալիս է իրեն հնարավորություններ, բայց ինքը արդեն այդ բոլորից համտեսել է, ինքը էլ չի ուզում այդ 4, այդ նույնից նույնը չի ուզում, նա մարդը ինչ-որ մի նոր մի բան է ուզում։ Ես կարծում սա այդ կույսերի մասին է, ավելի երիտասարդ միգուցե անփորձ, սա այս տզով պատմությունը, որ ասում էի սկզբում, դա երևի բոլորովին այլ կույսերի է վերաբերում, նրանք ավելի հասուն մարդիկ էին, սա ավելի երիտասարդ է։ Տեսնենք ինչի մասին է խոսքը, անձնական, որտեղ բաժակները կարող են վերաբերել էմոցիաներին։ Միգուցե երիտասարդները անձնական կյանքում են հիասթափություն ունենում, որոշ երիտասարդ կույսեր։ Միգուցե շատ բծախնդիր են, միգուցե, չգիտեմ, հանդիպում են աղջիկների տղաները կամ աղջիկները տղաների են հանդիպում եւ սա երկուսին էլ կարող է վերաբերել եւ երիտասարդ աղջիկներին եւ տղաներին։ Այսինքն ինչ որ անձնական կյանքում իրենց առաջարկվում է, այն չէ ինչ որ իրենք ուզում են։ Դրա համար երիտասարդը հիասթափված չէ, այլ տխուր է։ Տխուր է, որտեղ ստերքեն մենակ է զգում իրեն։ Տեսնենք, ինչ կասեն կարտերը այս միայնակ երիտասարդ Կարտը սա ինքն իրեն ընկավ եւ խառնում էի կարտերը, սա բաժակների 3-ն է։ Սա բաժակների 4-ն էր։ Այսինքն ինքը ինչ որ փորձ ունի, այո, արդեն ասում է, ինքը չի ուզում նույնը համտեսել, որտեղ տեսնում եք, այստեղ արդեն 3 բաժակ կա։ Ունեցել է ընկերներ, ընկերուհիներ, չեմ կարող ասել, այստեղ սիրո մասին է խոսքը, ընկերության մասին է խոսքը, ինչի մասին է խոսքը։ Ամեն դեպքում այստեղ զգացմունքների մասին է, այստեղ աշխատանք կարիերա չեմ տեսնում։ Սրանք կոնկրետ էմոցիաների մասին են։ Սիրային երևի կամ ընկերական հարաբերությունների մասին։ Ունեցել է փորձ ունի երիտասարդ միջին չեմ կարող ասել, ունեցել է ընկերներ, ընկերուհիներ, միգուցե նաև սիրել է, բայց հիմա մենակ է մնացել եւ ինչ որ իրեն առաջարկում է, ինչ աղջիկներ, տղաներ իրեն հանդիպում են, իրենք պարզապես չեն ուզում, որտեղ բծախնդիր են եւ երկար են փնտրում եւ արդեն հոգնել են մենակ մնալուց, կարող եմ ասել, որտեղ բավականին, չգիտեմ, անգամներ փորձել են, փնտրում են, շփվում են, միգուցե եւ ոչինչ չի ստացվում։ Եվ բավականին այսպես, բայց արդեն վերջն է, կարող եմ ասել, բավականին հոգնել են արդեն, միգուցե դրա համար էլ այստեղ գլխի կոր նստել է, որովհետև էլ չի ուզում փորձել, որտեղ ինչ փորձում են նույնն է, նույն տեսակ մարդիկ են իրեն հանդիպում, մարդը բավականին հոգնել հիասթափվել է։ Բայց կարող եմ ասել, որ այստեղ դուք նորովի տրամադրված ջահը ձեռքներին ավելի նոր նպատակ ունեք, նորից որոշել եք, որ չէ, ես նորից ուզում եմ փորձել, եւ այստեղ լինում է առաջարկություն, ես չեմ կարող ասել, երևի կյանքը ձեզ կարող է նոր եթե դուք չհանձնվեք, այսպես կարող եմ ասել, եթե դուք չհանձնվեք եւ դուք հասկանաք, որ չէ, այդպես չէ, ինչ որ ինձ մինչեւ հիմա հանդիպել է, դա դեռ վերջը չէ։ Դե կշարունակեք, պետք է շարունակեք փնտրել, շփվել, այնքան մինչեւ գտնեք ձեր սրտի ուզած զույգին, կին լինի թե տղամարդ։
Իսկ սա էլ ուզում է ասել, որ անպայման կլինի նոր առաջարկություն, ձեզ նոր բաժակ կառաջարկի կյանքը, նոր հնարավորություն։ Պարզապես մի հանձնվեք, պարզապես փորձեք, շփվեք մարդկանց հետ, զրուցեք մարդկանց հետ։ Կյանքը անպայման ձեզ նոր առաջարկություն, նոր հնարավորություն կտա, լրացուցիչ բաժակ է ձեզ առաջարկում։